երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC Newsroom-ն է, ես Աննա Սարգսյանն եմ։ Եվ այսպես, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ժամեր առաջ զրկեց Տաշիր կապիտալին Հայաստանի էլեկտրական ցանցերը տնօրինելու լիցենզիայից։ Որոշումը կայացրին 3 օր տևած լարված քննարկումներից հետո։ Իսկ ինչ գործընթաց է հաջորդելու հեծին լիցենզիայից զրկելուն, բացատրել է ՀԾԿՀ նախագահը։ Այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդամենը դադարեցրեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության լիցենզիան, բայց դրան պետք է օրենքով նախատեսվում է արդեն գործընթացներ, առաջիկա 3 ամիսներին պետությունը սեփականատիրոջ հետ կսկսի կամ Հայաստանի փակ բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ եւ եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակաշահի իրավունքով վերցնել այդ սեփականության իրավունքը։ Հեծի լիցենզիան դադարեցնելու որոշմանը դեմ է քվեարկել միայն մեկ անդամ Արան Ռանյանը, որը հայտարարել է, որ հանձնաժողովի վարույթը հիմնված չէր փաստական հանգամանքների վրա։ Բացի այդ, ընթացքի մեջ են սահմանադրական եւ վարչական դատարանների գործեր, որոնց ցանկացած որոշում կարող է ուղղակի ազդեցություն ունենալ հեծի վերաբերյալ այս գործընթացի վրա։ Նրա համոզմամբ միջ այդ որոշումները վարույթը պետք է կասեցվեր կամ կարճվեր։ Թեև ասում են կենտրոնացել եք փաստական հանգամանքների վրա, բայց վարույթը հարուցվել է ենթադրությունների վրա, որոնք նշված է լիազոր մարմնի ներկայացուցիչի կողմից, եւ վարույթը իրականում գնահատել է բոլորին այլ ոչնչությամբ, ինչը ընդհանրապես չի համապատասխանում վարույթի անցկացման այն մեթոդաբանությանը, որը առկա է հանձնաժողովում եւ երկրում։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ առկա է խախտում, մինչեւ անպաստան փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով, ինչպես ես իմ հարցում տվեցի, որովհետեւ այդ ենթադրությունը ունեի, որ կարծես թե մենք սկզբից հարուցել ենք վարույթ, հետո մտածել ենք այդ վարույթի համար ինչ հիմքեր դնել։ Իդեպ ՀԾԿՀ 3 անդամ հոկտեմբերին այցելել է Թուրքիա։ Լուրը հաստատեց ՀԾԿՀ նախագահը, բայց պաշտոնապես հերքեց սոցցանցերում շրջանառվող ասեկոսեները, թե այցի նպատակն է եղել բանակցել թուրքական կողմի հետ հեծի գնման համար։ Իսկ ինչու են մեկնել, լսենք բացատրությունը։ Այո, հանձնաժողովի 3 անդամ, հանձնաժողովի 1 անդամ Սերգեյ Աղինյանը եւ 2 անդամներ Դավիթ Մուրադյանը եւ մյուս անդամը Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին հետևյալ օրակարգով եւ հետևյալ թեմայով։ Հայաստանի Հանրապետությունը 99 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաեւ հիմնադիր անդամ։ 99 թվականից այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին եւ Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ։ Եվ ի ուրախություն մեզ, երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականով, կայքերով այդ մասին չթմկահարեցինք, այս տարի Օմանում մայիս ամսին էր, եթե չեմ սխալվում, իմ գլխավորությամբ եւս պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում եւ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ 3 տարով։ Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է՝ տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում եւ այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները, ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերող բազմաթիվ հարցեր։ Իդեպ այս պահին ընթանում է հեծի սեփականատեր Սամվել Կարապետյանի դատական նիստը։ Հակակոռուպցիոնը քննում է քննչական կոմիտեի միջնորդությունը Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու մասին։ Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր են հավաքված, իսկ մյուս կողմում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ ի աջակցություն գործարարի։ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է, այս պահին արդեն 5 ամիս անազատության մեջ է։
ազգային արժեքը, հայ առաքելական եկեղեցին ու ընդհանրապես հայ մնալու գաղափարախոսությունը առաջ տանելու համար։ Հեծը կարա դրա ինչ-որ նպաստող պատճառներից մեկը լինի, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ անազատության մեջ է Սամվել Կարապետյանը հենց իր գաղափարախոսության, հենց իր արժանապատվության համար, որովհետև բարերարը հաշ չի եղել այն, ինչ կատարվել է իր երկրում այս տարիների ընթացքում, հատկապես վերջին ժամանակներում, եւ դա է պատճառը, որ անազատության մեջ է, բայց քաղաքական հետապնդում, այո, քաղաքական հետապնդում կախված մի շարք դրդապատճառներից եւ Սամվել Կարապետյանի հետ կապված պիտի արդարությունը վերականգնվի, Սամվել Կարապետյանը պիտի լինի ազատության մեջ, որովհետեւ հայ մնալու համար կալանավորել մարդուն, երբ որ իր շրջապատին մարդն ասում է, պետք է համախմբվենք, պիտի թույլ չտանք եկեղեցին, ազգային արժեքը փոքրիկ խմբակի կողմից որոշակիորեն, չգիտեմ, հալածանքների ենթարկվի ու դրա պատճառով անազատության մեջ հայտնվել, կարծում եմ անարդար։ Օրվա գլխավոր թեմաներից մեկն շարունակում է մնալ վաղաշաբաթի ընտրությունը։ Քննչական կոմիտեն մեզ հայտնել է, որ ընտրության ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 3 հաղորդում է ստացվել, որոնց վերաբերյալ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Իդեպ Էջմիածնում Արգիշտի Մեխակյանի ձայները Սևակ Խաչատրյանից մի քանի հարյուրով են ավելի։ Տարբերությունը մեծ է խոյում։ Մեխակյանը նախնական տվյալներով ստացել է ընտրողների 15298 ձայն, որից 7844-ը Էջմիածին քաղաքում, 7064-ը Խոյ համայնքը ներառող բնակավայրերում, իսկ 331-ը Ոսկեհատ գյուղում։ Հաղթանակ կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը ստացել է 10051 ձայն, որից 7064-ը Էջմիածնում, Խոյ համայնքի բնակավայրերում 2552, իսկ Ոսկեհատում 435 ձայն։ Օրվա ամենակննարկվող թեմաներից մեկն էլ դարձավ Փաշինյանի գրառումը ընտրության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը վաղաշաբաթում իր կուսակցության հաղթանակը ընկալել է որպես ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մանդատ։ Առաջին, դուք համայնքի ղեկավար ընտրեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ ու բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Երկրորդ, աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությունը։ Երրորդ, ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Նարսիսյանից ազատելու գործընթացին։ Իսկ էջմիածինցիներն արդյոք մասնակցել են այս ընտրությանը եւ ինչպես են գնահատում Փաշինյանի վերջին հայտարարությունը, բնակիչների տեսակետները պարզելու համար այսօր մեր նկարահանողումն է շրջել Էջմիածնում։ Ճիշտն ասած չեմ մասնակցել, Էջմիածինից չեմ։ Ես Էջմիածինից չեմ, ես հույր եմ եկել։ Ես տեղից չեմ։ Ես տեղացի չեմ, աղջիկ ջան, չեմ, ես չեմ մասնակցել։ Ինչ գո, ես դե ժողովրդին ընտրել եմ, որ գոլնեմ կամ չլնեմ։ Մասնակցել ընտրությանը։ Թամամ չեմ էլ նայել։ Բայց ով անցել որ։ Մասնակցել եմ։ Ով լինի, միայն թե լավից լավը լինի։ Գիտեք ինչ, ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Ես ուզում եմ իմ երկիրը ազատ լինի, համերաշխ լինի, պատերազմ չլինի։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Հա, ախի գող չեմ։ Այսօր Փաշինյանը գրառում է արել, որ դուք քաղաքացիական պայմանագրին քվե եք տվել վեհափառին հեռացնելու համար, համաձայն եք։ Վեհափառին, չգիտեմ, ճիշտն ասած ես չեմ կարող ասեմ, Ազիզ ջան, այտենց քաղաքականությունից ես ինչից լավ չեմ հասկանում, բայց չեմ ուզի, որ հեռացնեմ։ Ես քվե տվել եմ բարեկեցության, լավ ապրելու համար, ոչ թե տվել եմ վեհափառին հեռացնելու համար, ինչ հարցեր չեմ ասում։ Մենք քաղաքապետ էինք ընտրում, մեզ այդ արդեն մյուսները երկրորդական բաներ են, ժամանակը ցույց կտա։ Հեռացնենք, ինչ արևոր։ Աղջիկ ջան, ես այդ գյուղի փեսա եմ, վեհափառի մասին հարց մի տվել եմ։
Հիշեցնեմ, որ վաղաշապատում ավագանի են ընտրվել 3 քաղաքական ուժ՝ Քաղաքացիական պայմանագիր և Մայր Հայաստան կուսակցությունները և Հաղթանակ դաշինքը։ Ավագանու 33 տեղերը բաշխվել են այսպես. ՔՊ կուսակցությունը ստացել է 19 մանդատ, Հաղթանակ դաշինքը 12, իսկ Մայր Հայաստանը 2 մանդատ։ Իսկ ինչ կարող է անել ընդդիմությունը այս կազմով։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ABC մեդիայի հետ զրույցում նշել է, որ համայնքի ավագանին ձևավորվում է մանդատների բաշխվածության հիման վրա։ Առաջին նիստին ներկայացվում են ղեկավարի թեկնածուները և որոշումը կայացվում է մեծամասնության ձայներով։ Այս պարագայում ընդդիմությունը ուղղակի մասնակցային համայնքի ավագանու անդամ է դառնում, որևէ էական լծակ կամ համայնքի ղեկավարի ընտրության հարցում, առանձնահատուկ ինչ-որ ազդեցություն գործառույթների իրավունքների ու պարտականությունների համատեքստում չի ունենում։ Համայնքի ավագանու նիստերը իրավազոր են, եթե 2/3-ը ներկա է, այս պարագայում կրկին իրավազորության հարցեր են, իրենք կարողանում լուծել, անգամ եթե բոյկոտի նիստերին չներկանա, նիստը իրավազոր է լինելու։ Ընտրության ելքի վերաբերյալ հետաքրքիր վերլուծություն է ներկայացրել քաղաքական գործիչ Դավիթ Անանյանը։ Ըստ նրա, իշխանության հաղթանակը հաղթանակ է փոշիացած ձայների հաշվին, ոչ թե մեծամասնության աջակցությամբ։ Այս ընտրության մոդելը ըստ փորձագետների ազդակ է 2026-ի համար։ Մանրամասները դիտենք ռեպորտաժում։ Վաղարշապատում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաղթել է ընտրությունում, հավաքելով ընդամենը 21% ձայն։ Պետ նախկին նախագահ Դավիթ Անանյանն ասում է, շեմը չհաղթահարած ուժերի ձայների փոշիացման միջոցով է միայն ՔՊ-ն կարողացել հաղթել Վաղարշապատում։ Արդյունքում ընդդիմադիր ուժերը, որոնք միասին ստացել են ավելի շատ ձայներ, ստանում են ավելի քիչ ներկայացուցչություն։ Օրենսդրությունը թույլատրում է, որ մաթեմատիկորեն հաշվարկներ կատարելու արդյունքում ընդամենը ընտրողների 21.8% ձայն հավաքած քաղաքական միավորը ըստ էության դառնա ավագանու մեծամասնություն, ունենալով ավագանու անդամների 58%-ը 33-ից 19։ Սա իրավական ավելի շատ խնդիր է մի կողմից, այսինքն իրավակարգավորումների խնդիր է։ Անանյանը հորդորում է Վաղարշապատի մոդելն ի գիտություն ընդունել 2026 թվականին պատրաստվելուց առաջ։ Նախկին պաշտոնյան վստահ է, եթե ընդդիմադիր դաշտը մնա մասնատված, ինքնաբավ, անվստահ ու առանց համախմբման, ապա ընտրական համակարգը կրկին կվերարտադրի իշխանությանը նույն մաթեմատիկական տրամաբանությամբ, անգամ հանրային մեծամասնության բացակայությամբ։ Վարչական ռեսուրսի կիրառմամբ երևի թե քաղաքացիական պայմանագիրը ունենալու է իր 22-24%-ը։ Տեսեք, ըստ էության այս ընտրություններում ֆիքսվում է այն, ինչ որ կանխատեսվում էր ոչ վաղ անցյալում 26 թվականի համապետական ընտրությունների առումով։ Հետևաբար կարելի ասել պատմությունը կրկնվելու է, բայց որպեսզի չունենանք այն, ինչ որ ունենք հիմա Վաղարշապատի ընտրությունների արդյունքում, մի դեղատոմս կա դրան, համընդհանուր համախմբվածություն, համենայն դեպս մաքսիմում համախմբվածություն 3-4 հենասյուների ներքո։ 2026 թվականին համախմբված ներկայանալը դեղատոմսերից մեկն է համարում նաև քաղաքագետ Արա Պողոսյանը, բայց Պողոսյանը քիչ հավանական է համարում համախմբված ընդդիմություն տեսնելը։ Համապետական ընտրություններում ընդդիմադիր ուժերը փորձեն համախմբվել, դրա հավանականությունն շատ քիչ է, հաշվի առնելով նրանց տարբերությունները, նրանց միջև ձևավորված հակընդդեմ հայացքները, միմյանց նկատմամբ մեղադրանքները եւ այլն։ Եթե սա ամենը հաշվի առնենք, այս պարագայում էլ ես կարծում եմ չափազանց քիչ է հավանականությունը, որ միասնական ընդդիմադիր ճակատ կարող է լինել համապետական ընտրություններում։ Միաժամանակ քաղաքագետը հորդորում է շեշտը դնել խարիզմատիկ թեկնածուների վրա, որոնք կարողանան աշխատել քաղաքացիների հետ։ Ցուցակների առաջին համարների կարևորության մասին խոսում է նաև Դավիթ Անանյանը, հիշեցնելով մեր քաղաքացիներն ընտրում են ոչ թե քաղաքական ուժերին, այլ անհատներին։ Լավագույն օրինակը Գյումրին է։ Այնտեղ կային եւ խարիզմատիկ լիդերներ, եւ նաեւ այնպիսի լիդերներ, որոնք կարողացան փոխել։ Ես կարծում եմ, որ նաեւ Վաղարշապատի ընտրություններում ընդդիմությունը ներկայացված չէր առաջի համարներով, առաջի խաղացողներով։ Համենայն դեպս ընդդիմադիր 6 ուժերի առաջի համարները չունեին հանրային այն ճանաչելիությունն ու խարիզման, որ ունեին Գյումրիում ներկայացված
քաղաքական ուժերի առաջին համարները։ Ըստ քաղաքագետի անհրաժեշտ էր նաև հաշվի առնել տարածաշրջանային առանձնահատկությունները, բնակիչների մտահոգությունները, էմոցիաները։ Գյումրիում ու Վաղարշապատում սրանք տարբեր են, բայց ամենակարևորը Պողոսյանն ասում է, Գյումրիում քաղաքական տարրներ գերակշռում, էջմիածնում սոցիալական խնդիրները։ Ընդհանրապես համապետական ընտրությունների եւ ռեգիոնալ ընտրությունների միջև բավականին մեծ տարբերություն կա։ Գյումրիի դեպքի մասին երբ մենք խոսում ենք, այնտեղ մենք տեսանք, որ բավականին քաղաքականացված է օրակարգը։ Առանձին սոցիալական խնդիրները, տնտեսական խնդիրները կարելի է ասել, որ քաղաքական օրակարգի մեջ երկրորդված էին եւ հստակ քաղաքական հակադրություններ էր ձևավորված։ Այս պարագայում այդ հստակ քաղաքական հակադրությունները կարծեք թե ձևավորված չէր։ Թեպետ 2026 թվականին Էջմիածնի սցենարը չկրկնվելու համար մասնագետները հորդորում են ընդդիմությանը համախմբվել, գիտեն նաև քաղաքական ուժերի միջև եղած տարաձայնությունների ու ամբիցիաների մասին, բայց ասում են, եթե ունեն ազնիվ նպատակներ, պիտի մի կողմ դնեն դրանք ու գործեն ի շահ Հայաստանի Հանրապետության։ Սեդամ Ակաջյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մասիսում նույնպես համայնքապետ են ընտրել։ Ավագանու այսօրվա արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավար է ընտրվել ընդդիմադիր Դավիթ Համբարձումյան դաշինք խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Նա ստացել է ավագանու անդամների 15 ձայն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը, այլ իմ կարծիքով ես Դավիթ Համբարձումյանին օդանավակայանում դիմավորելու ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ եւ հայտնել, որտեղ հենց ինքը Դավիթ Համբարձումյանն էր։ Իր խիզախությամբ, իր սկզբունքայնության, իր անվախ լինելու եւ իր սկզբունքները չզիջելու համար, հաշվի առնելով, որ արժևում համապետական եւ համայնքային ընտրություններ են, բնականաբար նման տղային, ով իրենից ներկայացնում է ուժ, ընդ որում ուժ ոչ միայն Մասիս համայնքում, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ նրան ազատության մեջ չէին թողել։ Ու այդպես էլ եղավ, ես կանխատեսել եմ, այդպես էլ եղավ։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը նրա հեղինակությունը փորձեցին կալանավորել եւ ազատությունից զրկելով որոշակի զիջել, բայց չստացվեց, այլ Դավիթ Համբարձումյանը եւ իր թիմը ավելի ուժեղացավ։ Թե Մասիսում, թե Մասիսից դուրս։ Նիկոլ Փաշինյանի Արցվաշենի վերադարձի շուրջ նոյեմբերի 8-ի գրառումը նորից սրել է անկլավների թեման, հատկապես Տիգրանաշենում, որտեղ բնակիչները այն ընկալում են որպես սակարկման վտանգի նախազգուշացում։ Ինչու վարչապետը շեշտեց հենց Արցվաշենի անունը, շրջանցելով այս տարիներին օկուպացված մնացած հայկական տարածքները։ Տիգրանաշենի բնակիչները դա կապում են վերջին 4 տարիներին հնչող ակնարկների հետ, իսկ մասնագետները զգուշացնում են, Արցվաշենի թեման օրակարգ բերելով իշխանությունը փաստացի բացում է դուռը Ադրբեջանի պահանջների համար։ Մեր նկարահանողումն է եղել Տիգրանաշենում պարզելու բնակիչների տրամադրությունը։ Չորս կողմից սարերով շրջապատված Տիգրանաշենում մոտ 40 ընտանիք է ապրում։ Մարդիկ այստեղ համերաշխ չեն, երբ խոսքը վերաբերում է գյուղում մնալուն, չգնալուն։ Մի մասն առանց հարցադրման սկսում է ընդդիմանալ, խոսել գյուղը չլքելու, չհանձնվելու, դուրս չգալու մասին։ Մի փոքրիկ մասն էլ ասում է, որ ինչպես որոշել Նիկոլ Փաշինյանն, այդպես էլ լինելու է։ Իդեպ գյուղում վարձով ապրողներ էլ կան։ Նրանք ասում են՝ եկել ենք Տիգրանաշենը շենացնելու համար։ Քայլել ենք գյուղի չասֆալտապատված փողոցներով, եղել չոռոկվող այգիներում ու հավաքել մարդկանց հիասթափությունն ու խիզախությունը։ Տիգրանաշենը որտան, ռոռոկման ջունելա ստեղով էթում, խմելու ջունելա ստեղով էթում սևակավանի։ Էդ էլ են կդրի, թուրքը կթողի կդրեն։ Թուրքը կդրելու է, թույնը լցելա մեջը լցելա մեռեք։ Որ մի թուրքնա թողես քան վաղ հայա ապրի։ Ինչ որ ճիշտ է խաղաղության համար, թող այնպես էլ լինի։ Նոյեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը գրել է Արցվաշենի եւ Հայաստանի մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին։ Ինչու Փաշինյանը հենց Արցվաշենը շեշտեց, չնշելով օրինակ Ջերմուկի, Սոտքի, Ներքին Հանդի եւ այլ օկուպացված տարածքների անունները։ Քննարկվում է, որ նույն Արցվաշենի դեպքում ավելի լավ է այլ սցենարների գնալ եւ այլն եւ այլն,
որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքի արտահայտման։ Երևանի վրա մտավախություն ունեք, որ հանձնեն։ Ոչ, բայց սա ավելի ամուր է, քան Երևան։ Սովորական ապրում ենք, մեր համար հանգիստ խաղաղ։ Գյուղը պահում ենք։ Զու դրա համար ենք ստեղ։ Որ մենք էլ գնանք գյուղը դատարկվի, լավ չի լինի։ Հռիփսիմեն Տիգրանաշենում հանգստություն է գտել։ 4 տարի է այստեղ վարձով է ապրում 4 անչափահաս երեխայի հետ։ Բազմաթիվ խնդիրներ ունի գյուղում։ Օրինակ, երեխաները սևակավանում են դպրոց հաճախում, գոհ չեն Տիգրանաշենի դպրոցից։ Ջրի, ճանապարհների խնդիրներ կան, նաև աշխատատեղերն են քիչ, բայց կարծում է, գյուղը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար։ Այստեղ ապրել է պետք։ Նույնիսկ քաղաքի բնակիչները պետք է ամեն գնով պատրաստ լինեն, ցանկացած մանավանդ սահմանամերձ գոտում, ցանկացած բնակչի կողը լինելով։ Մենակ մեզանով չէ, այս գյուղը բոլորին է։ Իմը չի, բոլորին է։ Գյուղը պիտի պահվի։ 42-ամյա կնոջ հետ համակարծիք էին գյուղացիների մեծ մասը։ Չենք ազնվելու ոչ մեկը։ 90 տվից եղան, որ այդ գյուղը պաշտպանել ենք սաղ, բայց կյանքում չավատակ ես, որ ստեղ ենք գնամ։ Տիգրանաշենում այս մտավախությունն առաջացել է վերջին 4 տարվա ընթացքում, երբ գործող իշխանությունը բարձրաձայնում, գրպանի մեջ պահում, հետո ցույց է տալիս Արծվաշենը։ Պահանջատիրությունը պիտի լինի, ոչ թե որպես առանձին մի հատված Ադրբեջանի տարածքում, որ տեսեք դա հայկական կողմին է պատկանում, այլ պետք է լինի ճանապարհների, լոգիստիկայի, ինչպես նաև Հայաստանի հետ օրգանական տարածքային կապը ապահովելու համատեքստում։ Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է, որը խիստ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում Հայաստանի դիրքը պահելու, լրացուցիչ կախվածություն չունենալու համար։ Խոսրով Հարությունյանի խոսքով Տիգրանաշենը սակարկման թեմա դարձնելը նշանակում է սակարկել Սյունիքի, Վայոց ձորի եւ Երևանի անվտանգությունը։ Պատկերացրեք, տվեցինք Տիգրանաշենը ադրբեջանցիների անկլավի անվան տակ։ Ինչ ալնելու դառնալ Տիգրանաշենը։ Մի անգամից հաշված շաբաթների ընթացքում դառնել է ռազմական հենակետ։ Ռազմական այդեր քաղաքացիական ազգացություն չի գալու։ Ռազմական հենակետ է դառնալ։ Արծվաշենի մասին խոսելով Փաշինյանն ուղիղ հարվածի տակ է դնում Տիգրանաշենը, որովհետև լավ գիտի, Բաքուն պահանջելու է իբր իր անկլավները։ Արծվաշենը Հայաստանին ռազմավարության առումով ոչ մի օգուտ չի տալու, բայց Տիգրանաշենի կորուստը փակուղու մեջ է պահելու երկիրը, ընդգծում է Խոսրով Հարությունյանը։ Աբրահամ Գասպարյանն էլ ուշադրություն է հրավիրում վերջերս ձեռք բերված պայմանավորվածությանը Սյունիքով անցնող ճանապարհի վերաբերյալ։ Խոսքը Թրամփի պատվին անվանակոչված թրիփ նախագծի մասին է։ Հայաստանի դեպի հարավ տանող ճանապարհները վերահսկվելու են Բաքվի կողմից։ Ուղիղ նշանառության տակ է վերցնում հայկական բոլոր բնակավայրերը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվող ցանկացած շարժ։ Սա նշանակում է, որ թե լոգիստիկա առումով, թե կոմունիկացիոն ողնաշարի ջարդման առումով Ադրբեջանը ունենում է մեծագույն առավելություն։ Տիգրանաշենը գտնվում է Հայաստանի հարավ-արևմտյան հատվածում Արարատի մարզում։ Երևանից հեռու է ընդամենը 65-ից 70 կիլոմետր։ Արևմուտքով մոտ է Թուրքիայի սահմանին, իսկ հարավ-արևելքով Նախիջևանին։ Այսինքն, եթե Տիգրանաշենը այսպես կոչված փոխանակվի Արծվաշենի հետ, այդ կետում կմիանան Թուրքիան եւ Ադրբեջանը։ Ուժերի բալանսը պատկերացնում եք։ Բացի այդ, Բաքուն մշտադիտարկման տակ է պահելու Երևան, Սիսիան, Մեղրի ուղղությունը։ Որը մի տեղաշարժ դեպի Սյունիք, կենտրոնից Հայաստանի, չի լինի, փոխարենը Սյունիքից դուրս կգան, բայց հետ չեն կարող։ Այսինքն սա ոչ այլ ինչ է, եթե ոչ Վայոց ձորը ու Սյունիքը Ադրբեջանից վիճելու ամենակարճ ճանապարհը։ Տիգրանաշենում բնակիչների կենսական պայմաններն ապահովված չեն։ Ջուր, ճանապարհ, տրանսպորտ, դեղատուն չկա։ Կարծում են, լուծելի եւ արագ կարգավորվող հարցեր են, եթե պետությունը ցանկանա։ Եթե խոսք գնա տարածքի փոխանակման մասին, դա հստակ է, որ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշման դա հնարավոր չի անել։ Տիգրանաշենում խնդիրները գուցե հենց այդ պատճառով չեն կարգավորվում։
Փաշինյանը կարող է քաղաքացիների տրամադրությունների վրա խաղալով ու Կիրանցի օրինակով հաջողության հասնելու փորձեր անել, նշում է Աբրահամ Գասպարյանը։ Բայց պետության համար կարևոր որոշումների կայացումը չպետք է բարդել ժողովրդի վրա, խուսափելով պատասխանատվությունից։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միջազգային լրահոսից։ Միացյալ Նահանգներն իր խոշոր նավերն ուղարկում է Վենեսուելայի ափերի մոտ։ Մասնավորապես ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին Կարիբյան ծով է ժամանել ամերիկյան ավիակրի գլխավորած հարվածային խումբը։ Օրեր առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ արդեն գիտի, թե ինչ անել Վենեսուելայի հետ։ Ես կարծես թե որոշում եմ կայացրել, լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը։ Մինչ Միացյալ Նահանգները նավեր է ուղարկում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփին խաղաղության կոչ է հղում Ջոն Լենոնի երգի միջոցով։ Խաղաղություն, խաղաղություն, խաղաղություն։ Ամեն ինչ արեք խաղաղության համար, ինչպես Ջոն Լենոնն է ասել է Մադուրոն իր կողմնակիցների հետ հանդիպմանն ու սկսել երգել հայտնի ու սիրված երգը, որն այն մասին է, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։